Բարև ձեզ հարգելի երիտասարդներ, մենք շարունակում ենք մեր երիտքաստ ոդկասթների շարքը եւ այսօր մեզ հյուրընկալել է Նժար ոդկասթի հիմնադիր Անգելինան, ողջույն։ Ողջույն։ Նախ առաջին հարցը, որ շատ կուզեի քեզ տալ, թե ոնց ստացվեց, որ դու սկսեցիր ոդկասթերով հետաքրքրվել ու հենց վարել ոդկասթներ ու ինչու հենց Նժար։ Ես փոքրուց կրթության թեմայով շատ հետաքրքրված էի ու իմ երազանքն էր փոքր տարիքից մեծանալ դպրոց բացել ու երբ որ 16 տարեկան էի, չէ 16 չէր գնաց 17, երբ որ քոլեջս ավարտում էի, որոշեցի, որ համալսարան չեմ դիմելու ու gap year եմ վերցնելու։ Այդ ընթացքում շատ տարբեր կարծրատիպերի բախվեցի կրթության հետ կապված, տարբեր մարդկանց հետ էի խոսում ու մշակութային շատ մոտեցումներ կային, որոնք մարդկանց հաճախ խանգարում էին իրանց ուզած ճանապարհը ընտրել։ Դրա համար մտածեցի, որ կարելի է մարդկանց հետ խոսել, ովքեր ինչ-որ կոնկրետ ճանապարհ են ընտրել ու ցույց տալ, որ այս օրինակները գոյություն ունեն, ցույց տալ ինչ-որ պատմություններ, որոնք այդքան տարածված չեն ու շրջապատում այդքան էլ չես հանդիպում, որ երեխեք ովքեր ընտրում են իրենց ուղին, հասկանան, որ կա նմանատիպ նաև օրինակ։ Նժար եմ դրել անունը հենց նրա համար, որ մարդիկ իրենց տարբերակները դնեն նժարին ու իրենց ընտրությունը կատարեն, այսինքն կա այս տարբերակը, կա այս տարբերակը, ոչ էսա լավ, ոչ էսա լավ, ոչ էսա վատ, ոչ էսա վատ, ու պետք է անհատը ինքը դնի նժարին ու ընտրի, դրա համար անունը Նժար դրվեց։ Պարզ է, իրականում ոդկասթը որպես հասկացություն ու ինչ-որ մեդիա հարթակ ստեղծվել է 2000-ականների սկզբին, բայց այս վերջին ոդկասթի բումը հատկապես այս վերջին տարիներին տեղի ունեցավ ու նաև Հայաստանում այդ բումը տեղի ունեցավ ու տարբեր ձևաչափերով սկսեցին ոդկասթը որպես մեդիա հարթակ օգտագործել, թե քաղաքական, թե տնտեսագիտական, թե մասնագիտական եւ թե կրթական ու ես վերջերս որ մտածում եմ թե ինչն է հիմնական տարբերությունը ոդկասթների ու հարցազրույցների, նախ հասկացա որ հարցազրույցը հստակ ֆորմատ ունի, որը ինչ որտեղ կաշկանդում է թե հենց հաղորդավարին ու զրուցակցին, նաև հենց դիտողին, իսկ ոդկասթը ավելի ազատ է այդ առումով ու ինչ որ մի հստակ թեմայի թիրախ չի հստակեցնում ու ավելի շատ տարբեր թեմաներ ընդգրկում, այսինքն կարող են թե մասնագիտական, թե կրթական, թե միջազգային հարաբերություն, այսինքն տարբեր թեմաների միքս կարող է տեղի ունենալ ու դա ավելի ազատ է թե ու ինֆորմատիվ է հեռուստադիտողին ինչ-որ գիտելիք տրամադրելու համար ու ոդկասթներում ես նկատել եմ, որ վերջին շրջանում ավելի շատ երիտասարդներն են սկսել ներգրավել ու ըստ քեզ ինչի է, որ հենց ավելի շատ երիտասարդներին է ձգում այդ ոդկասթի ֆորմատը։ Այդ չէի նկատել, որ հատուկ հենց երիտասարդները ավելի շատ են ներգրաված ոդկասթներում։ Ինձ թվում է հենց ոդկասթները նրա համար են մարդկանց սկսել հետաքրքիր լինել, որովհետև իրանք որոշ չափով PR-ի ու մարքեթինգի լավ գործիք են, այսինքն ինչ-որ կազմակերպություններ կարան ունենան իրենց ոդկասթը ու այդ լինի իրենց սեփական PR գործիքը իրենց համար, որը թույլ կտա տարբեր մարդկանց հրավիրել, ծանոթացնել իրենց պրոդուկտին եւ այլն։ Ես կարծում եմ պատճառներից մեկը այդ է, բայց թե ինչի է հենց երիտասարդներին հետաքրքիր չեմ կարող ասեմ։ Միգուցե որովհետեւ նորություն է, որ սովորաբար երիտասարդներն են ավելի նորություններին գնում, բայց ես այդ տենդենսը չեմ նկատել, որ հենց մենակ երիտասարդներն են, այսինքն նայած երիտասարդ ասելով ինչ տարիքային խումբը նկատի ունենք, եթե օրինակ 30+-ը երիտասարդ է, то օքեյ։ Ինձ թվում է հիմնականում պատճառը մարքեթինգային գործիք, որպես այդպիսի նոր մարքեթինգային գործիք լինելն է։ Դա երիտասարդներն այնքանով են ներգրաված, որ ես չեմ նկատել, որ ինչ-որ երիտասարդ, ինչ-որ հարցազրույց վարի, բայց ոդկասթներ վարելու հարցում երիտասարդները ներգրաված են ու հատկապես ուսանողների շրջանակներում ու հետաքրքիր է, որ ուսանողները կարողացան այդ ոդկասթի ֆորմատը կապիտալիզացնել իրենց կրթական խնդիրները բարձրացնելու մեջ ու կարծում եմ դա էլի շատ լավ ֆորմատ է երիտասարդների միջև ինչ-որ կապ հաստատելու համար ու նաև ոդկասթը իր տեսանկյունից ոչ միայն ինչ-որ ինֆորմացիա տրամադրելու, այլ կոնկրետ գիտելիք տրամադրելու աղբյուր է, որտեղ թե ոդկասթը, թե հարցազրույցը իրենց հիմնական տեսանկյունից ունեն ինչ-որ նորություն տրամադրելու միտում, բայց կոնկրետ ոդկասթը ավելի շատ գիտելիքի վրա հենված ի համեմատ օրինակ հարցազրույցների, որոնք կարող են լինել ավելի սահմանափակ, ավելի քիչ տեղեկություն ու հստակ տեղեկություն մատուցեն ի տարբերություն ոդկասթների։ Ես թվում է երկուսն էլ որոշ չափով ժամանցային ֆորմատ են, այն տեսանկյունից, որ ամեն դեպքում մարդիկ երբ որ ոդկասթ են լսում, իրանք չգիտեմ, թուղթ ու գրիշ չեն վերցնում, նոթեր սկսում անել, ու իրանք համար շատ բարդ բացատրվող ինֆորմացիա չպետք է լինի ոդկասթում, որովհետև սովորաբար մարդիկ multitask են անում ոդկասթ լսելը, այսինքն տանը գործ են անում, լսում են, մեքենա են քշում, լսում են, հա, այսինքն մի խոսակցություն, որ իրանք կարան սենց ականջի պոչով լսեն ուղակի,
Դրա համար կարծում եմ, որ օրինակ ինքը հենց մենակ գիտելիքի թիրախավորում չունի, ու ես օրինակ ավելի շատ ժամանցային եմ ընկալում, ու ինձ թվում է մարդիկ էլ շատ ավելի հաճախ ժամանցային են ընկալում ոդկասթները, անկախ նրանից, որ կարան ինչ-որ բան սովորեն դրանից, այսինքն այդ չի հերքում, որ ինքը ինչ-որ ինֆորմացիա կարա տա, իսկ հարցազրույցների հետ կապված ինձ թվում է հարցազրույցը մարդու շուրջ է, այսինքն ինչ-որ հայտնի մարդ, ում կյանքի դետալները ինչ-որ մեկին հետաքրքիր են, հարցազրույցը ավելի շատ այդ դետալների հետևից է գնում, իսկ ոդկասթը ավելի քննարկման ֆորմատ է, այսինքն ինչ-որ թեմայի շուրջ քննարկում են ունենում հյուրերը սովորաբար, հյուրերն ու հոստը, ու ավելի կենտրոնում այդ թեման է, քան այն հյուրը, ով որ եկել է։ Նաև կարծում եմ սա տարբերությունը սեգմենտների թիրախավորման մասին է, այսինքն հարցազրույցները իրանք ունեն հստակ իրենց հասարակության սեգմենտը, որը որ սպառողն է հանդիսանում այդ հարցազրույցների, իսկ ոդկասթները իրանց բուն իմաստով ինչ որ հստակ սեգմենտ չունեն, ու տարիքային կարող են ունենալ ըստ թեմայի, բայց ինչ որ հստակ հասարակության սեգմենտ, որը կարող սպառի այս ոդկասթը չկա, ու ի տարբերություն նաև հարցազրույցների ոդկասթները ավելի լայն տարածում ունեն, այսինքն հարցազրույցները ենթադրում են ավելի ներքին թիրախավորում, ավելի ներքին ինչ-որ քարոզային ինչ-որ բան, բայց ոդկասթները ավելի շատ արտաքին են, ավելի լայն են ու ավելի բաց են քննարկումների համար, այսինքն հարցազրույցներում չկա այդքան կապը սպառողի ու արտադրողի միջև, ի տարբերություն ոդկասթների, այսինքն ոդկասթներում կարող են օրինակ, չգիտեմ, կոմենտների դաշտում ինչ-որ հարցեր գրեն, քննարկեն եւ այլն, ի տարբերություն հարցազրույցների, որտեղ ավելի սուբյեկտիվ է ամեն ինչ, միակողմանի է ու կարծում եմ նաեւ այդ կապը, որը տվել են ոդկասթները, շատ կարեւոր նշանակություն ունի հասարակության ավելի շատ ներգրավվածության համար։ Ես մի քիչ համաձայն չեմ ճիշտն ասած, որ սեգմենտը ավելի նեղ է հարցազրույցի, որովհետեւ ինձ թվում է ընդհակառակը հայտնի մարդկանց կյանքի դետալները, հայտնի մարդկանց կյանքում ինչա կատարվում, ինձ թվում է շատ ավելի շատ թվով մարդկանց է սովորաբար հետաքրքիր լինում, այդ clickbait-երը, չգիտեմ, այդ ստատյաները, որ ով ում հետ ամուսնացավ, ինչի համար ով ում դավաճանեց, ում հետ դավաճանեց, սովորաբար մարդկանց ավելի հետաքրքիր են լինում, քան օրինակ հետաքրքիր կլինի կոնկրետ թեմայի հետ կապված քննարկումը, որովհետև այն ավելի սենց սերիալի պես նայվում է, հետո իմանաս ում կյանքում ինչա կատարվում, ու փորձն էլ է ցույց տալիս, որ ինձ թվում է ավելի շատ այս բային հարցազրույցները ավելի շատ են նայում, ու նույնիսկ ոդքասթները, երբ որ նայում են, եթե օրինակ հյուրով ոդքասթ են ունենում մարդիկ, սովորաբար էլի շատ բան հյուրից է կախված լինում, այսինքն շատ ավելի հաճախ հյուրի հետևից են գալիս ոդքասթը նայելու, քանի որ ինձ թվում է հələ ոդքասթը առանձին իր անկալումը չունի որպես միավոր, այսինքն ինքը նոր է մեր շուկայում Հայաստանում ու դրա համար ոնց որ ինքը ավելի շատ երբ որ ուզում ես բացատրես ինչ-որ մեկին թե ոդքասթը ինչ է, փորձում ես refer անես հենց հարցազրույցներին ու մարդիկ էլ շատ հաճախ հենց որպես հարցազրույց են ընկալում ոդքասթը։ Իսկ սեգմենտի հետ կապված ինձ թվում է ուղղակի մեր շուկան այնքան փոքր է, որ տենց առանձին սեգմենտներ չեն, այսինքն նույն այդ, չգիտեմ, ինչ որ մեկի շոու բիզնեսի կյանքով հետաքրքրված մարդու համար կարող է հետաքրքիր լինի նաև քո ոդքասթը ու դուք սովորաբար կիսում եք այդ նույն լսարանը իրար հետ, որովհետև իրանք շատ փոքր է ինքը, ինչքան էլ ուզում ես բաժանում արա, մեկը իրանք իրար մեջ խառնվում են լսարանի մարդիկ, հա, ու դրա համար ոնց որ sense առանձին սեգմենտներ չի լինում, այս խումբ մարդիկ նայում են հստակ հարցազրույցներ, այս խումբ մարդիկ ոդկասթներ, ավելի շատ կախված է ինձ թեմայից, վարողից ու նաև մարքեթինգը, թե ոնց է ոդկասթի մարքեթինգը արվում ինչ հարթակներով։ Եթե օրինակ ինքը ավելի երիտասարդական է, չգիտեմ, TikTok-ով իրան պտտում են ու ավելի երիտասարդ երեխեքը տեսնում են այդ ոդկասթը, գալիս են իր հետևից YouTube, միգուցե այդ դեպքում իր սեգմենտը ավելի տարիքը փոքրացնում է, եթե օրինակ իրան Facebook-ով են ավելի շատ պտտում կամ չգիտեմ LinkedIn-ով են ավելի շատ պտտում, միգուցե այդ լսարանը գա, բայց եթե երկուսն էլ օգտագործում ես ու principi կարա երկուսին էլ հետաքրքիր լինի նյութը, իմ ոդկասթների դեպքում օրինակ մի խումբ լսարանը երեխեքն են, մի խումբ լսարանը իրենց ծնողներն են ու շատ ավելի հաճախ իրենց ծնողներն են հետաքրքրված ոդկասթով, որովհետև իրանք ինչ որ նոր բան են փնտրում իրենց երեխեքի համար, որ իրենց խորհուրդ տան եւ այլն։ Դրա համար ոնց որ այս դեպքում ստացվել է, որ երկու սեգմենտն էլ ունի իր տեղը ոդկասթում, երկուսն էլ նայում են։ Տենց որ ամփոփեմ խոսքս, երևի նկատի ունեմ, որ քանի որ փոքր է շուկան, ամեն դեպքում հստակ բաժանումներ չկան, որ այս խումբ մարդիկ նայում են հարցազրույցներ, այս խումբ մարդիկ ոդկասթներ։
Իրական քո հետ համաձայն եմ այն առումով, որ շատ բան հենց կոնկրետ հյուրից է կախված, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ եթե օրինակ համեմատենք ինչ-որ հյուր, որը գնում է հարցազրույցի ու ինչ-որ հյուր գնում է, այդ նույն հյուրը գնում է ոդկասթին, ոդկասթում ավելի շատ դիտումներ ու ավելի շատ հայտնիություն կլինի, որովհետև ոդկասթը տալիս է մարդուն հնարավորություն որպես երրորդ կողմ հանդես գալու, այսինքն ոդկասթը այդ առումով ավելի ազատ է ի տարբերություն հարցազրույցների։ Իսկ ո՞ն նայած ոդկասթ, նայած հարցազրույց, եթե դու օրինակ խոսում ես հայտնի հարցազրույցի մասին, հա, օրինակ չգիտեմ, Ամալիայի հարցազրույցները վստահ եմ ավելի շատ դիտում կհավաքեն, քան եթե ինչ-որ մեկը գա իմ մոտ ոդկասթի ու մենք խոսենք ինչ-որ նեղ բանից։ Ինչի, որովհետև մարդիկ սովորեն, որ Ամալիայի ոդկասթներում, Ամալիայի հարցազրույցներում մարդիկ պետքա դետալներ իմանան այդ մարդու կյանքի մասին, այնտեղ բոլորը հուզվելու են հեսա ու դրա համար ես վստահ եմ, որ օրինակ հարցազրույցները շատ դեպքերում էլի ոնց որ կախված է թե որ հարցազրույցն է ու որ ոդկասթն է իրար հետ համեմատվում։ Օրինակ Ամալիային է ինքը փորձել է մի քիչ այլ մոդել սարքի, ինքը ինձ թվում է ավելի շատ ոդկասթի ու հարցազրույցի միքս է արել, որովհետև իր հաղորդումների մեջ ֆորմալություն չկա, ի տարբերություն բուն կոնկրետ տրադիցիոն հարցազրույցների ու եթե նայենք կոնկրետ ոդկասթներում իրականում էլի թեմայից է կախված, այսինքն կա թեմա, որտեղ ոդկասթները ավելի շատ, այսինքն հասարակությունը ավելի շատ կուզեն ներգրավել թեմայի մեջ ու իր կարծիքը հայտնել ու այդ առումով ոդկասթները ավելի ազատ են ի տարբերություն հարցազրույցների, բայց համաձայն եմ նաև այն մտքի հետ, որ ոդկասթները կոնկրետ այս առումով դեռ պետքան էլ մեր հասարակության կողմից գիտակցված ու ինչ որ մեծ տեղ չեն գրավում, ինչքան որ հարցազրույցներ, բայց ինձ թվում է այդ արդեն ժամանակի ընթացքում կանցնի, որտեղ եթե մենք համաշխարհային պրակտիկային ենք նայում, արդեն մարդիկ ինչքան հնարավոր շատ գնում են ոդկասթներ, այսինքն հարցազրույցները փոխվում են ոդկասթներով, որովհետև հասարակությունը սկսել է ոդկասթները ավելի շուտ ընկալել ի տարբերություն հարցազրույցների, այսինքն ֆորմատային տարբերություն է տեղի ունեցել, դա նաև կապված է նոր տեխնոլոգիաների զարգացմանը հետ, հասարակության չգիտեմ տարբեր փոփոխությունների հետ, այսինքն հասարակության ընկալումների փոփոխությունների հետ, հասարակությունը փորձում է ավելի հեշտ սպառվող ինչ-որ նյութեր գտնել ու ոդկասթը տալիս է դա այդ հնարավորությունը հասարակությանը, բայց ինչևից է ես ընդհանրապես նկատել եմ, որ հիմնականում քո ոդկասթներում քննարկվում են կրթական հարցեր, ի տարբերություն մեր ոդկասթների, որտեղ տարբեր հարցեր են քննարկում, սկսած քաղաքականից, վերջացած կրթականով, բայց քո ոդկասթները ավելի շատ միտված են հենց կրթական ինչ-որ կրթական նյութ տրամադրելուն ու ես կուզեի քեզից հարցնել, թե հիմնականում Հայաստանում կրթության մեջ ինչ հիմնական sense բացեր կարող ես առանձնացնել քո համար։ Իսկ նայած որ խումբ կրթության մասին ենք խոսում, այսինքն դպրոցական, հանրակրթական թե մասնավոր դպրոցների, համալսարանական կրթության, ամեն դեպքում բացերը որպես այդպիսին շատ են ու ավելի շատ ոչ թե հենց համակարգային բացերից ենք մենք խոսում ոդկասթի ընթացքում, այլ ավելի շատ մշակութային ընկալումների։ Օրինակ, չգիտեմ, եթե համալսարան չգնացիր դպրոցից հետո մի անգամից, всё, հավեսդ կկորի, դու էլ երբեք չես գնա համալսարան, հա, այս մի կարծրատիպ է, մի մշակութային ընկալում է, որի պատճառով շատ ծնողներ իրենց երեխեքին թույլ չեն տալիս ազատ ընտրություն կատարել կամ, չգիտեմ, գումար կա ՏՏ ոլորտում, հետեւաբար դու պետքա գնաս ՏՏ ոլորտ, իսկ արվեստագետները միշտ սոված են, դրա համար մի գնա արվեստ։ Այսինքն ինչ որ նմանատիպ բաժանումներ կան տարբեր ընտանիքներում, որոնք սովորաբար ուղղորդում են երեխեքին ինչ որ կոնկրետ ուղղությամբ ու թույլ չեն տալիս իրանց ընտրությունը կատարել կամ ծնողները օրինակ անհանգստանում են, հա, երեխեքի ապագայի համար, բայց դրանով իսկ զրկում են երեխեքին իրենց սեփական որոշումները կայացնելուց։ Մի քիչ շեղվեցի տված այդ հարցից, որովհետև ավելի շատ սրա մասին է ոդկասթը, բայց եթե հետ գանք բացերին, բացերը կան օրինակ, եթե համալսարանական կրթությունը վերցնենք, ինֆորմացիայի տրամադրման ակտուալության հետ կապված շատ լուրջ խնդիր կա, որովհետև ոնց որ աշխարհը զարգանում է ու առաջ է գնում ու նույն ֆակուլտետներում, այլ համալսարաններում դասավանդում են այլ նյութ, իսկ այստեղ ոնց որ շատերից եմ այդ ֆիդբեքը լսում, որ սովետից եկած նույն նյութերը, նույն քսերքսները տարիներ շարունակ կարդացվում, որպես լեկցիա են կարդացվում, այն դեպքում, երբ որ օրինակ կարող է ինչ-որ նոր բացահայտում ա եղել, որը գուցե եւ հերքում է արդեն այդ նյութը կամ ինչ որ բան է եկել լրացնելու տվյալ նյութին, տվյալ բովանդակությանը, որը ներառված չի այդ լեկցիաներում ու այդ քննարկումներում, ու երկրորդը երևի ֆորմատն է, օրինակ թե ոնց է դասը մատուցվում, նույն համալսարաններում, դպրոցներում էլ ինձ թվում է այդ խնդիրը կա։ Հիմա դպրոցներում ավելի փոփոխություններ են լինում, շատ, ինչը շատ ողջունելի է, քննարկման ֆորմատը ավելի առաջ է գալիս, նախագծային ուսուցումն ավելի առաջ գալիս,
երեխեքը փոքր տարիքում արդեն տենց գնահատ չեն գնահատվում, հա, այսինքն բաներ են, որոնք ես ոդկասթը սկսելուց մտածել եմ, որ խնդրահարույց են կրթական համակարգում ու արժեր, որ դա վերանայվեր, ու իրական շատ ուրախ եմ, որ հիմա քիչ-քիչ վերանայվում է։ Բայց ինչն է նաև հետաքրքիր, որ շատ բաներ վերանայվում են, որպես այդպեսին օրինակ ներդրվում է նախագծային ուսուցում, բայց դրան զուգահեռ մշակութային ընկալումները կամ նույն ուսուցիչների վերապատրաստման հարցը շատ հաճախ կարա բաց մնա ու կարա դասատուն որպես այդպեսին նախագծային նախագիծ հանձնարարի երեխեքին պլակատ սարքել, որը սենց թենենց արվում էր ու ինքը այդքան էլ նախագծային ուսուցման մասին չի ու այդ ամեն ինչը որ ակներև փոփոխություն լինի, ինձ թվում է պետքա մի քիչ երկար ժամանակ, որ համ ադապտանան ուսուցիչները, համ սկսեն արդեն պատկերացնել, թե դրա բուն նպատակը որն է, բայց նաև մյուս կողմը այն է, որ գնահատականների հետ կապված շատերս ես փոքր տարիքից օրինակ մտածում եմ որ գնահատականները խնդիր են, շատերն էին այդ քննարկում, բայց հիմա օրինակ տարական դպրոցի դասվարների հետ վերջերս որ իրանցից մեկի հետ հանդիպեցի մեր դպրոցի դասվարներից ու ինքը ասում էր որ ինքը շատ հիասթափված է այդ փոփոխությունից, իրեն այդ փոփոխությունը դուր չի գալիս ինքը ասում էր, որ ինքը շատ հիասթափված է այդ փոփոխությունից, այդ փոփոխությունը իրեն դուր չի գալիս, որովհետև երեխեքը էլ մոտիվացիա չունեն սովորելու։ Այսինքն ես չեմ կարծում, որ թվանշանները շատ մեծ մոտիվացիա են կամ թվանշանները այն ամենաճիշտ մոտիվացիան են, որոնք պետք է երեխեքին ստիպեն սովորել, բայց ամեն դեպքում այս փոփոխությունը եղել է ու հիմա նոր մոտեցում մշակված չկա, թե ոնց կարելի է երեխեքի համար դասը հետաքրքիր դարձնել։ Ու այդ 5 կարծիքը, թե պետքա գնահատականի համար սովորեն երեխեքը կամ գնահատականից պետքա վախենային, գնահատականով պետքա երեխուն հավաքել, այդ մոտեցումը մի կողմ է դրվել, բայց նոր մոտեցում չկա, թե ոնց է պետք երեխու հետ աշխատել։ Շատ կարևոր եմ համարում, որ մենք փորձենք ինչքան հնարավոր շատ միջազգային փորձը ուսումնասիրել ու դա փորձել կենտրոնացնել մեր երկրում ու հատկապես մեր կրթական համակարգում ու եթե օրինակ քո ասած մեր, հա, ոնց որ երկրի հետ ավանդական կարծրատիպերից մի քիչ դուրս ենք, տեսնում ենք, որ ընդհանրապես աշխարհում ավելի շատ soft skill-երը ավելի դոմինանտ են համարվում մարդու կարողությունների մեջ, որը հայերենական հենց փափուկ հմտություններ չեմ սխալվում կոչվում ու այդ դասական դիպլոմները ավելի քիչ տեղ են զբաղեցնում մարդու կարողությունների ու հետագա կարիերայի մեջ ու եթե էլի համաշխարհային փորձին նայենք, այս նոր տենդենսներին նայենք, կտեսնենք, որ հիմա հիմնականում հասարակության միջազգային հանրության լայն շերտերը ավելի շատ փորձում են գնալ իրանց փափուկ հմտությունների զարգացման ի տարբերություն դասական կրթության, որը այդքան էլ մեծ դեր չի խաղում գնալով ու հատկապես ավելի միջին տարիքում, հա, մարդիկ միտված են զարգացնել իրենց փափուկ հմտությունները, որովհետև առանց փափուկ հմտությունների մարդը ինչքան էլ լավ կրթություն ստացած լինի, չի կարա իր հստակ նպատակները դնի ու այդ նպատակներին կարողանա հասնել։ Կարծում եմ այս նոր տենդենսը, որ հակադրում են soft skill-երը hard skill-երին կամ օրինակ ֆունդամենտալ գիտելիքը soft skill-երին, ինձ թվում է մի քիչ սխալ մոտեցում է, այն պատճառով, որ առանց hard skill-երի, առանց այդ կոշտ հմտությունների, այդ փափուկ հմտությունները օգտագործելու տեղ էլ չի լինելու։ Այսինքն, եթե դու ամենապարզ, չգիտեմ, ծրագրավորող ես, որը պետքա կոնկրետ մաթեմատիկական հաշվարկներ անի, չգիտեմ, կան ծրագրավորման ճյուղեր, որտեղ շատ խորը ֆիզիկա է քեզ պետք, այսինքն ոչ թե դպրոցական մաթեմատիկայի մասին է խոսքը, այլ բարձրագույն մաթեմատիկայի, որը թույլ է տալիս այն խնդիրները լուծել, որոնք օրինակ հիմա արհեստական բանականության հետ են կապված եւ այլն։ Այսինքն, եթե այդ բազան չկա, ինչքան էլ ուզում ես soft հմտություն ունեցի, հա, ինչքան էլ ուզում ես լավ կոմունիկացիա դու արա, դու այդ խնդիրը չես կարա լուծես։ Դու կարաս դառնաս լավ կոմունիկացիայի մասնագետ, որովհետեւ դու ունես կոմունիկացիայի սկիլեր, որը soft skill է ավելի շատ։ Բայց եթե դու չունես ֆունդամենտալ գիտելիք այդ ոլորտում, դու այդ խնդիրը չես կարողանալու լուծես։ Ու կարծում եմ, այդ է ամբողջ խնդիրը, որ շատ հաճախ հակադրություն է ստեղծվում soft-ի ու hard-ի մեջ, բայց իրանք իրար փոխլրացնող բաներ են։ Ու խնդիրը այն է, որ հա, համալսարանը hard-ը տալուց չի տալիս այն ֆորմատով, որ ակտուալ կլինի, հա, այսինքն շատ դեպքերում դու առաջին կուրսում սովորում ես մի բան, գալիս հավասարում ես 4-րդ կուրսդ ավարտում ես ու այդ առաջին կուրսում սովորածդ էլ ակտուալ չի, չգիտեմ, եթե օրինակ մարքեթինգից խոսենք, եթե դու կուրս ես անցնում, որտեղ քեզ բացատրում են, թե
եթե social media marketing-ից խոսենք, թե ոնց պետքա Facebook-ի ads manager-ում, ասենք, կնոպկան որտեղ է, դա բնականաբար մի տարի հետո էլ ակտուալ չի լինելու, որովհետև փոխվում է այդ ինտերֆեյսը, ինչ որ նոր feature-ներ են ավելանում եւ այլն, այսինքն եթե դա ընդունենք որպես hard skill, երևի թե հա դա այդքան էլ կարևոր չի, բայց օրինակ ֆունդամենտը, թե ոնց է աշխատում մարքեթինգը, ոնց է պետք ուսումնասիրել քո շուկան, ոնց է պետք թիրախավորում անել, չգիտեմ, ինչ որ նմանատիպ մանրամասներ, թե հոգեբանության հետ ոնց է կապված մարքեթինգը, նմանատիպ բաները միշտ էլ կարևոր են լինելու քո արշավը կատարելու համար, ու այդ քանի որ մարքեթինգից խոսեցի, հենց մարքեթինգի վրա էլ օրինակը բերեմ, որովհետև մարքեթինգը շատ ընկալվում է որպես կրեատիվ մասնագիտություն, եկեք մի հատ կրեատիվ բան անենք, չգիտեմ, եկեք մի հատ հետաքրքիր արշավ անենք, թող մարդիկ գան, բայց կրեատիվը պետքա նաև ունենա իր հետևում data, իր հետևում պետքա պատճառ ունենա, թե ինչի է հենց այդ լուծումը, հենց քո խնդրի համար ամենալավը, որովհետև մենակ կրեատիվով դու մարդկանց չես տիպի ոնց որ քո ապրանքը գնել, հա, քանի որ մարքեթինգի եթե վերցնենք վերջնական նպատակը դա է։ Լավ, տենց չասեմ, որովհետև ավելի շատ վաճառքի նպատակն է դա, բայց ամենավերջում մարքեթինգն էլ է գալիս հանգում վաճառքին։ Ու ամեն դեպքում մարքեթինգը պետքա հիմնված լինի որոշակի հետազոտությունների վրա։ Դու պետքա ճանաչես քո շուկային, դու պետքա ճանաչես քո թիրախային լսարանին, դու պետքա ճանաչես քո մրցակիցներին, կարողանաս այլ առաջարկ տրամադրել, հա, ոչ միայն ուղղակի կրեատիվ հորինես, որովհետև կրեատիվը կարա մի դեպքում լավ աշխատի, այդ նույն կրեատիվը մյուս դեպքում կարա լրիվ հակառակ էֆեկտ ունենա։ Եկամ ես չեմ համաձայնվի, որ ինչ որ հակադրություններ կա hard skill-երի ու soft skill-երի միջև, ասեմ ավելին, ես երբ որ ասում եմ, որ soft skill-երը շատ կարևոր են, կարծում եմ, որ հենց պետք է համալսարաններում այդ soft skill-երը ներդրվեն, այսինքն առանց մեկուսի բնականաբար հնարավոր չի, այսինքն մարդը առանց ինչ որ հստակ կրթության չի կարող ոչի soft skill-երը ներկայացնի, ընդգծի, ոչ էլ կարողանա երկուսի համադրությամբ ինչ-որ ավելի մեծ նպատակների հասնել, բայց քանի որ մի էլի շատ լավ թեմա բացեցի, այդ մարքեթինգի օրինակով կարծում եմ նաև մեր հիմա կրթական մեծ խնդիրներից մեկը դա ոչ կոմպետենտությունն է, այսինքն մասնագետը միջև իր ուսման ավարտը նույնիսկ հետագայում չի հասկանում թե ինքը որ ոլորտում է աշխատում ու իրան այդ ոլորտը ընդհանրապես պետքա թե չէ ու ես կարծում եմ որ համալսարանների ամենակարևոր առաքելությունը այսպես ասած դա հենց ուսանողին հասկացնել է իրան պետքա այդ ոլորտը թե չէ ուսանողները նայում են որ ոլորտն ավելի շատ փողաբեր կամ որ ոլորտն է որ ասենք չգիտեմ իրանց ծառայողներից մեկը աշխատում է իրանք էլ են ուզում բայց չեն հասկանում իրանք կան այդ ոլորտում աշխատան ու չէ ու ամենացավալին ստեղն է որ համալսարաններն էլ չեն հասկանում այսինքն համալսարանների ովքեր որ ընդունում են տեսնում են չէ օրինակ այս մարդը ինքը շատ խելացի է շատ բարձր գնահատականներ ունի բայց չեն հարց տալի այդ ուսանողին իրան պետքա այդ ոլորտը թե չէ այսինքն կարա ինքը այդ նույն գիտելիքները այն ոլորտում գեներացնի, որտեղ ավելի շատ իր կարիքը կա ու ինքը կկայանա այդ ոլորտում ավելի մեծ նպատակների հասնի ու այդ տրամաբանությունները մեր կրթական համակարգում չի գործում, այսինքն չկա դա տրամաբանություն, որ ուսանողներին փորձենք կողմնորոշենք։ Ու եթե այս ամեն ինչը փորձենք մեր ոդկասթների շարքով նաև մի քիչ ամփոփել, կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի նաև հենց ոդկասթները, օրինակ դու կրթական ոդկասթներ ես վարում, նաև փորձենք այդ կրթական ոդկասթներն հենց անենք, որպեսզի երիտասարդությանը հասկացնենք իրան հստակ որ ոլորտն է պետք, այսինքն մասնագիտական բաց քննարկումների միջոցով հասկացնենք ինքը արդյոք պատրաստ է այդ ոլորտում տեղի ունեցող տարբեր հակադրություններին, տարբեր խնդիրներին, պատրաստ է այդ բեռը տանի թե չէ, որովհետև շատ իրականում ոլորտներ կան, որտեղ ամենակարևորը դա պրակտիկ գիտելիքն է։ Ես իրականում շատ լրագրողների հետ եմ շփվում ու իրանք հիմնականում բողոքում են հենց իրանց լրագրության ֆակուլտետից, ասեմ ավելին, մեր Հայաստանում շատ հաջող լրագրողներ կան, որոնք մասնագիտությամբ լրագրող չեն, որովհետև նույն լրագրության ֆակուլտետը ինքը 4 տարի է, բայց ինքը 4 տարի ինչ է սովորացնում, այդ շատ կարևոր է, էլի, այսինքն լրագրությունը ինքը պրակտիկ գիտելիք է ու լրագրողը 4 տարի լսարանում մնալով ինքը չի կարող ինչքան էլ անգիրանի լրագրությունը սովորի, այսինքն կան շատ ոլորտներ, որտեղ կարող է պրակտիկ գիտելիքի ներդրումը ու հենց այդ վատ կրթական միջավայրը կարա այն երիտասարդին, որը ուզում է դառնալ լավ մասնագետ, ավտոմատ դարձնի վատ մասնագետ ու ֆրուստրացիա առաջացնի, այսինքն ինքը ավտոմատ սկսի հիասթափվել իր մասնագիտությունից, որովհետև հասկանում է, որ ինքը չի ընթացքում հասկանում է, էլի, որ ինքը չի ստանում այն, ինչ որ ինքը ուզում էր ստանալ։ Այսինքն այդ ամեն ինչը պետքա իսկականից վերանայել ու ես եթե մենք տարբեր միջազգային համալսարանների փորձի նայում ենք, հասկանում ենք, որ այդ համալսարանների առաջին նպատակն է հասկանալ մարդու ուզում է այդ մասնագիտությամբ շարունակի, թե չէ։ Կարծում եմ համալսարանների համար ամենաշատ վիրավորականը այն կլինի, որ
մարդը գա ինչ-որ մասնագիտություն ստանա այդ համալսարանում ու հետո գնա լրիվ ուրիշ մասնագիտությամբ աշխատի, կարծում եմ այդ համալսարանների համար ամենավիրավորական բանն է ու կրթական հաստատությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի կոմպետենտության այդ բալանսը ավելի մեծացնեն ու հասկանան ընդհանրապես մարդը ուզում է այդ ոլորտում աշխատի, թե չէ։ Շատ լավ թեմա է բացում իրականում ու վատը այն է, որ մեր բանը համալսարանները ոչ միայն չեն խրախուսում այդ մասնագիտություններ փորձել, մի բան էլ ավելի բարդացնում են այդ process-ը։ Օրինակ, ես շատ փորձեր գիտեմ, երբ որ երեխեքը սովորում են առաջին կամ երկրորդ տարում հասկանում են, որ մասնագիտությունը իրենցը չի, բայց փոխելուց իրենք տարի են կորցնելու, փոխելուց լիքը խնդիրներ կան, փոխելը այդքան էլ հեշտ չի ու տպավորություն է ստեղծում, որ դու ի սկզբանե պետք է իմանաս, թե ինչ ես ուզում անես այս կյանքում։ Ի հակադրություն դրան, օրինակ ամերիկյան կրթական համակարգը էլի 4 տարի է, որի առաջին 2 տարին դու ազատ ես ընտրել տարբեր առարկաներ։ Ուզում ես պատմություն ընտրի, ուզում ես ֆիզիկա ընտրի, ուզում ես քիմիա ընտրի, դու ազատ ես ընտրել այդ առարկաներից, առաջարկվող առարկաներից ցանկացածը։ Ուսումնասիրել ու դրանից հետո հասկանալ, թե 3-4 կուրսում դու որ առարկաների վրա ես հիմնականում խորանում։ Մեր մոտ այդ նախ ընտրելու հնարավորությունը չկա, որը ամենամեծ բացն է ինձ թվում է, որովհետև չի տալիս քեզ այդ ճկունությունը, որ դու ընտրես։ Ու դրա պատճառով շատ երեխեք ստիպված չնայած որ երկրորդ կուրսից հասկանում են, որ դա իրանց մասնագիտությունն էլ չի, շատ ավելի դժվար է կիսատ թողնել շատերի համար, քան շարունակել ու ավարտել ու ստանալ այդ դիպլոմը։ Դրա համար շատերը ընտրում են ոնց որ շարունակել այդ իներցիայով ավարտել համալսարանը։ Շատ կարևոր թեմա է բացել իրականում, ես էլ եմ լրիվ համաձայն, որ համալսարանը դպրոցը պետք է հետաքրքրված լինի, շահագրգռված լինի նրանով, որ մարդը ինքը իրեն առաջին հերթին ճանաչի ու իրեն համապատասխան ուղի ընտրի։ Բայց վատը որն է, որ շատ դեպքերում համալսարաններն ու դպրոցները ասում են, որ դա մեր խնդիրը չի ու ամբողջ պատասխանատվությունը գցում են ուսանողի վրա։ Ուսանողները լավ չեն սովորում, դասերին չեն գալիս, էս են անում, են անում։ Ես համաձայն եմ։ Այո, գոյություն ունի այդ իրականությունը, այդ շատ վատ է, որ տենց է, ու այո, դասախոսի համար շատ վիրավորական է, որ գուցե ինքը գալիս է իր ժամանակը տալիս է, ռեսուրսը տալիս է, եւ լսանում ոչ մեկ իրեն չի լսում, բայց համակարգային է այդ խնդիրը։ Եթե այս կարգի մեծ տոկոսներով, ուրեմն համակարգային է դա խնդիր կա։ Եթե շատերը, հա, երևի 70-80%-ից ավել ուսանողների չի պատկերացնում, երբ որ ընդունում է համալսարան, թե իր մասնագիտությունը ինչ է իրենց ներկայացնում։ Եթե նման խնդիր կա, ուրեմն համակարգային լուծում է պետք։ Ու դեռ դպրոցից, ավագ դպրոցից պետք է այդ ամեն ինչին որոշակի լուծում տալ։ Հիմա կարծեմ ավագ դպրոցում ներառել են մասնագիտական կողմնորոշման առարկան, բայց էլի ոնց շատ բան մեր դպրոցներում ու մեր կրթական հաստատություններում կամ գուցե սկզբնական շրջանն ուղղակի այդ դեռ այնքան չի ծառայում իր նպատակին, ինչքան պետք է ծառայեր։ Ու լրիվ համաձայն եմ, որ մասնագիտությունների մեծ մասը պետք է ի սկզբանե պրակտիկ փորձով ուղղորդվեն։ Այսինքն չպետք է մարդ 4 տարի սովորի, ընդհանրապես չաշխատի այդ ընթացքում, մի հատ էլ գա հասնի, անցնի, մի հատ էլ մագիստրատուրա սովորի, դրանից հետո նոր մտածի աշխատելու մասին։ Այդ ինձ թվում է ամենամեծ սխալն է, որ կարանք թույլ տանք, որովհետև մի բան սովորելը ու մի ոլորտում աշխատելը իրար շատ տարբեր բաներ են։ Դու կարաս 4 տարի, շատ հավեսով 6 տարի, շատ հավեսով սովորես այդ մասնագիտությունը, որովհետև սովորելը քեզ կարա հետաքրքիր լինի, բայց երբ որ դու մտնում ես ոլորտ, դու բախվում ես մի շարք այլ բաների, որոնց մասին դու չես կարող պատկերացում ունենաս, մինչև ոլորտը չմտնես։ Եթե հենց էլի հետ գանք մարքեթինգի օրինակով բերենք, ես քոլեջում երբ որ սովորում էի մարքեթինգ, ինձ շատ հետաքրքիր մարքեթինգ սովորելը, բայց երբ որ սկսեցի աշխատել, ես հասկացա, որ փաստորեն այստեղ բացի մարքեթինգային արշավանելուց կա գործատուի հետ հարաբերություններ պահել։ Ոչ միշտ է քո գործատուն քո արժեքներին համապատասխան մարդ, շատ հարցեր են այդտեղ առաջանում ու միգուցե այստեղի շուկայում օրինակ այդ մասնագիտությունը քեզ համապատասխան չի կամ միգուցե դու հետաքրքրված ես դա սովորելով, բայց աշխատանքի մեջ չես կարող կիրառել։ Քանի որ ամերիկյան կրթական համակարգից խոսացի, իմ կարծիքով ամերիկյան կրթական համակարգը հիմա ամենահասուն համակարգերից մեկն է ի տարբերություն այլ համակարգերի ու նաև ըստեղ խնդիրը, որ մենք պետք է անհամաչափ ամերիկյան կրթական համակարգից փորձենք օրինակներ վերցնել, որովհետև նույն մեր կրթական համակարգը ինքը կառուցված է Բոլոնյան համակարգի վրա, որը որ եվրոպական համակարգ է, որը որ ունի բնականաբար իր բացերը, քանի որ տարիներ առաջ
ստեղծվել ընդունվել Հայաստանը բնականաբար այդ համակարգի անդամ է, բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում պետք է համակարգային փոփոխություններ իրականացնել ու մի շատ կարևոր բան էլ պետք է ընդգծենք, ամերիկյան կրթական համակարգում քննադատական մտածողությունը ավելի լավ է ներդրված, ինչը էլի այդ մշակութային ընդհանուր ներքին ու արտաքին ազդեցություններին հնարավորություն է տալիս, որպեսզի ուսանողը ավելի շատ կարողանա իր հնարավորությունների կայացման հարցում ավելի ճիշտ տեղ զբաղեցնի ու նաև այդ կարծրատիպերը չլինեն ու այստեղ ամենակարևորն է, որ իրենք կարողացան այդ կարծրատիպերը լիարժեք կոչեն, որի միջոցով արդեն լիարժեք այդ համակարգը ձևավորվել է ու ես կարծում եմ, որ մեր երկրում էլ պետք է ամեն ինչ անել ու հենց նաև այս ոդկասթների հարթակով տարբեր հարթակներ, որպեսզի փորձենք կարծրատիպերը կոչել եւ փորձենք ավելի հստակ ուսանողներին կարողանանք դիրքորոշել իրենց հետագա կարիերայի հարցում։ Ոդկասթներից մեկը, որ անում էինք, մի աղջկա հետ էր, որ հենց տարբեր միջազգային փորձեր լոկալիզացնելու վրա էր մասնագիտացած, այսինքն երբ որ մենք ասում ենք, որ օրինակ Ամերիկայում X կրթական համակարգը աշխատում է, շատ լավ արդյունքներ է տալիս, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանում էլ, չգիտեմ, Աֆրիկայում էլ ու չգիտեմ, Աֆղանստանում էլ ինքը նույն արդյունքը կտա, որովհետև կան շատ մշակութային առանձնահատկություններ։ Ես համաձայն եմ քո հետ, որ երևի թե այս բան իմ իմացածներից ու ինչքանով ես եմ ճանաչում կրթական համակարգները, ամերիկյանը ամենահաջողն է, բայց փաստ չի, որ եթե իրան նույնությամբ վերցնենք վերենք ու փորձենք այստեղ կիրառել, ինքը կտա այն նույն արդյունքները, ինչ որ տվել է Ամերիկայում։ Ես կարծում եմ նաև շատ կարևոր է միջազգային փորձը բերելուց նաև հասկանալ տեղային լոկալ առանձնահատկությունները ու այդ առանձնահատկություններին համապատասխանացնել, որը այս կտորը սովորաբար բաց է թողնվում ամեն ինչում, ոչ միայն կրթական համակարգում ցանկացած բան դրսից փորձը բերելուց միշտ այդ կտորը լոկալիզացվան բաց է թողնվում։ Ու հետաքրքիր փաստ նաև Բոլոնյան կրթական համակարգի մասին, որ ինքը աշխարհում fail եղած կրթական համակարգ է, որը ուղղակի որպես էքսպերիմենտ բերել են Հայաստան, ուսուցել են տեսնեն կաշխատի թե չի աշխատի։ Իհարկե կրթական եթե կոնկրետ լոկալիզացնելու մասին ես ասում, յուրաքանչյուր համակարգ կառուցվածքը տեղի հասարակության մշակութային առանձնահատկությունների հիման վրա ու բնականաբար մենք եթե ինչ հասուն ուժեղ համակարգ է լինի, եթե բերենք նույնականացնենք մեր հասարակության մեջ, բնականաբար ձախողվելու է ու հենց դրա համար են պետք լավ մասնագետներ, որովհետեւ կարողանան միջազգային հաջողակ փորձերը կապիտալիզացնել մեր ներքին մշակույթի հետ, միքս անեն, հա, մեր ներքին մշակույթին առանձնահատկություններին ու փորձենք հայկական, այսպես ասած, մոդելը կառուցենք այդ համակարգի, ինչը կարծում եմ մեր հետագա կրթական հաջողությունների բանալին է։ Շատ շնորհակալ եմ Անգելինա ջան, այս հետաքրքիր քննարկման համար, իրականում բավական ծավալուն ու հետաքրքիր քննարկում կարծում եմ ստացվեց, եթե ինչ-որ ավելացնելու բան ունես։ Քեզ էլ մերսի հրավիրելու համար, չավելացնելու բան չունեմ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարգելի երիտասարդներ մեր ոդկասթին հետևելու համար։ Խնդրում ենք հետևել մեր էջին եւ կոմենտների դաշտում գրեք ձեր հարցերը եւ հետագա թեմաները քննարկելու համար։